նկարը հենց նկարչությունը հենց իր ատեղով գեղեցկություն է։ Առանց ծաղիկ իմ կարծիքով գեղեցկություն չկա։ Եթե մարդն էլ ընդհանրապես կանգնած է որևէ միտեղ, եթե շուրջ բոլորը ծաղիկներ են, նրա հայացքը ուրիշ է, նրա երեսին անպայման ժպիտ կա, հաճույքի ինչ-որ զգացում կա։ Ազգությամբ հույն, կրթությամբ ռուս, դաստիարակությամբ հայ։ Այսպես է ինքն իրեն բնութագրում Լարիսա Գիլինկարովան, որի նկարներում ծաղիկները մշտական կերպարներ են, իրար նման, բայց իրարից այնքան տարբերվող ծաղիկներ տիկին Լարիսան շատ է նկարել։ Իր ոգեշնչման աղբյուրն են ասում է։ Հատկապես դու էր գալի ինձ 18-19-րդ դարեր նկարիչների աշխատանքներն էր գալի, չգիտեմ ինչի է ինձ դուր գալիս։ Ու ես սկսում էի նկարել։ Ինձ գեղեցիկը միշտ հրապուրել է։ Ես փողոցով անցնելուց էր, եթե մի գեղեցիկ բան եմ տեսել, մենք միշտ երեխաները որ էքսկուրսիա են գնացել, միշտ ինձ ասում են, «Էդ ոնց տեսար դու այդ բանը»։ Ես առաջին հերթին տեսնում եմ։ Ու եթե մենք շրջապատում ես լավ բան գեղեցիկ տեսնում եմ, եթե դուք իմ հեռախոսի նայեք, հիմի էլ այս տարիքում մի գեղեցիկ ծաղիկ եմ տեսնում, մի գեղեցիկ շոր եմ տեսնում, մի գեղեցիկ սանրվածք եմ տեսնում, ճաշակով ինչ-որ բան եմ տեսնում, անպայման նկարում եմ։ Ու բոլոր այդ բաներից ինչ-որ մի բան իմ մեջ մնում է։ Եթե մարդը արվեստի հետ շփվող մարդը, նա երբեք փիսմարտ չի կարող լինի, նա գող չի լինի, նա դաժան մարդ չի լինի։ Լարիսա Գիլինկարովան նշում է, որ գեղանկարչության մեջ գլխավոր ուսուցիչն իր հետաքրքրասիրությունն է եղել։ Նշում է, որ դեռ դպրոցական տարիներից ամսագրեր կարդալ շատ էր սիրում, հատկապես արվեստին վերաբերող նյութեր։ Այն ժամանակ ինքն իր համար արտանկարում էր հայտնի նկարիչների ստեղծագործությունները, հետո սկսեց թղթին հանձնել նաև իր սեփական մտքի թռիչքը։ Նկարների մեջ այժմ շատ են հեղինակային նկարները։ Անգամ կերպարվեստի կուրսեր են գնացել, դեռ սովետական ժամանակաշրջանները Էրվին Կավերյանի արվեստանոցում։ Ունանից գիտեք, ես զարմացել եմ, մի հատ նկարներ, սենց ինչ-որ բաներ էր, տախտակի սենց կտորեն, ոնց որ այս մեր ցանկապատերը կան, չէ, հինացած սենց ինչ-որ տախտակ, նայեցի ու շատ իրա, ասում եմ, այդ նկարի առաջ շատ կաննեցի, ինք ասեց, ժպտաց ու ասեց, ինչի եք տենց ուշադիրնում, ասում եմ, շատ զարմացած եմ, ինչն ա ձեզ հրապուրել կամ ինչն ա սրա սյուժեն, որ դուք հենց այս նկարել եք, շատ արտակարգ եք նկարել, բայց ինչի հենց իմенно դա։ Ասում եմ, ես սա պատկերացրել եմ հայաթի կանայք, որ միշտ հավաքում են իրար հետ, սկսում են խոսում են յուրաքանչյուր մի բանից, ասում եմ, սա այդպես մեծ կին է, այս սա տես երիտասարդ կին է։ Ու ես շշմած նայեցի, այդ այն ժամանակվանից օղեղս մեջ ա մտել։ Գեղանկարչության կրթություն Լարիսա Գիլինկարովան չի ստացել, սակայն շրջապատի մարդիկ գնահատել են նրան տրված բնատուր շնորհը։ Դպրոցում նկարչության ուսուցիչ չկար։ Մենք մի հատ ուսուցիչ ունեինք Շեկոյան, կին էր։ Նա ինձ ստիպեց, եկավ նկարներս էսենց փաթաթեց, դրեց թևի տակ ու տարավ ինձ դպրոց։ Բաժնից մարդիկ էին եկել, որ տեսեք ինքը ոնց է նկարում, իրան ընդունեք նկարչության ուսուցչուհի։ Ու տենց ընդունեցին ինձ, նկարներս տեսան, ուշում և այլը ինձ ընդունեցին, նկարչության ուսուցչուհի են ընդունել սկզբից։ Հետո դրանից հետո սկսեցի գծագրություն պարապել։ Թումանյանի դպրոցում նկարչության, գծագրության, ռուսազլեզվի ուսուցիչ լինելուց բացի որոշ ժամանակ նաև դպրոցի ջոկատավարն էր, այնուհետ կազմակերպիչը դաստիարակության գծով։ Տարիներ շարունակ Լարիսա Գիլինկարովան եղել է նաև Թումանյանի դպրոցի տնօրենը։ Դպրոցի պատերին մինչ օրս էլ մնում են նրա աշխատանքները։ Որոշեցին Աբովյան ցույց տամ ու նրա այդ մասին ինչ-որ մի քանի ասում, որ մտնում ենք դպրոց, աջ ձախկումը հարմար պատեր է։ Ամառները, ես բոլոր ամառները, բոլոր իմ ընկերներն էլ կասեն, ես աշխատանքի մնացի երբեք արձակուրդին տանը չեմ եղել։ Ու ես ամառն եմ դրանց նկարել, ու սեպտեմբերին ժողովուրդը որ եկել են գործի, տեսել եմ արդեն դրանք կան։ Տարիքի հետ արվեստը ոչ թե քնել, այլ ավելի ու ավելի է թեվրառել։ Չնայած պատկառելի տարիքին հուսով է, որ մի օր մարդկանց կարող է հաղորդակից դարձնել իր արվեստին, ինչու՞ չէ նաև ունենալ իր անհատական ցուցահանդեսը։ Մանե Խլոպուզյան, Վահե Աղամյան, լուրեր